Մարդուն փողերը գալիս են միայն 4 ճանապարհով։ Առաջի ճանապարհը, երբ դու դառնես վարձու աշխատող ինչ-որ մեկի մոտ եւ կապ չունի դու ունես դիպլոմ, բարձրակույն ավարտես կամ ոչինչ չունես, մեկ է դու անցնում ես ինչ-որ մեկի մոտ աշխատանքի եւ այս գերակշռող մասը 90%-ը կազմում է հենց վարձու աշխատողը եւ վարձու աշխատանքում միջինում մարդիկ վաստակում են 200-300 հազար դրամ։ Լավագույն դեպքում։ Երկրորդը դրանք արհեստավորներն են 5% մասն է կազմում եւ աշխատում են վարձու աշխատողի նման։ Ասենք ամբողջ օր կարող են աշխատել եւ մի օր չաշխատելու դեպքում եւ այս դեպքում մարդը մի օր ուղակի գումարից կզրկվի, իր փողային հոսքը կկանգնի։ Երրորդը դրանք բիզնեսմեններն են, ովքեր ունեն ավանդական բիզնես, օրինակ սալոն, գեղեցկության սրահ ունեն, չգիտեմ, այնտեղ ռեստորաններ ունեն եւ այլն։ Եվ իրենք այ վերցնում են այս մարդկանց իրենց մոտ աշխատանքի, օրինակ եթե դու ունենաս գեղեցկության սրահ, բացես գեղեցկության սրա կվերցնես արհեստավորներին, հա, մատնահարդարների, դիմահարդարների եւ կտանես քո մոտ աշխատացնելու։ Եվ չորրորդ տարբերակը դրանք ինվեստորներն են, սրանք են մարդիկ են, ովքեր բիզնեսի շնորհիվ ունեն գումար, ունեն մեծ գումար, աշխատել են այդ գումարները եւ իրենք արդեն դնում են օրինակի համար գնում են 10 հատ տուն, բնակարան եւ տալիս են վարձով կամ դնում են բանկում, որպեսզի տոկոսներ աճի դրա վրա։ Եվ այսպիսով իրենք пассивնի դախոդի շնորհիվ կարողանում են ամբողջ կյանքը առանց աշխատելով նույնիսկ ապրել։ Այսինքն առանց ներդրումների, առանց ռիսկերի դու կարող ես սկսել ցանցային բիզնես եւ այստեղից հասնել նույնիսկ այստեղ։ Եթե դու ցանկանում ես նույնպես այստեղից հասնես այստեղ ու մի օր ամբողջ կյանքը չաշխատես ու թոշակի շնորհիվ ապրես եւ ուզում ես դու էլ դառնաս բիզնեսմեն, առանց գրպանում գումար ունենալու, գրիր բիզնես բառը եւ ես քեզ կուղարկեմ ինֆորմացիա։